Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ նիստից հետո հայտարարել է, որ դատարանը սեփական գործողություններով լուրջ խնդիրներ է առաջացրել սեփական լեգիտիմության հարցում։ Վարդևանյանը հատկապես անդրադարձել է դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցին, նշելով, որ այն ձևը, որով լուծվեց այդ հարցը, հարվածում է դատարանի հեղինակությանը։ Ըստ դիմող կողմի, թեև օրենքը պահանջում է դատավորի մասնակցության անհնարինության հարցի բարձրացում հենց դատարանի կողմից, սակայն նիստի ընթացքում ներկայացված նոր հանգամանքները պետք է դառնային հիմնավոր քննարկման առարկա, ինչը տեղի չունեցավ։ Պաշտպանը պնդել է, որ դատավորների լռությունը եւ հարցի ոչ պատշաճ լուծումը խաթարում են վստահությունը ողջ դատաքննության նկատմամբ, ստեղծելով լեգիտիմության անհաղթահարելի խնդիր։ Սահմանադրական դատարանը հենց ինքը իր նախաձեռնությամբ իր իսկ լեգիտիմությունը կասկածի դրել։ Եվ սա այլևս անհաղթահարելի է։ Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծել, Սահմանադրական դատարանը հենց իր իսկ գործողություններով առաջացրեց լեգիտիմության խնդիրը։ Նույնիսկ եթե Եվրոպան հանդուրժի նոր բռնապետին, Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժելու, ԵԽԽՎ-ում հայտարարել է ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Ելույթի ընթացքում պատգամավորը անդրադարձել է հունիսին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, դրանք որակելով որպես ժողովրդավարության նահանջ։ Մամիջանյանը ԵԽԽՎ ամբիոնից հրապարակել է ԺՄԻԳ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցի դրույթները, ընդգծելով պետական աշխատակիցների նկատմամբ ճնշումների, օրենքի ընտրողական կիրառման եւ դատական համակարգի անկախության նվազման վերաբերյալ մտահոգությունները։ Պատգամավորը որպես ընտրական գործընթացի ամենակոպիտ խախտում առանձնացրել է այն հանգամանքը, որ ընտրատեղամասերում արձանագրված խախտումների հիմքով քվեարկության արդյունքները պարզապես անվավեր են ճանաչվել առանց օրենքով պահանջվող վերաքվեարկության։ Մամեջանյանի խոսքով այդ գործողությունների հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկը չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը մի քանի 100 ձայնի պատճառով, ինչի նպատակը իշխող կուսակցության համար խորհրդարանում մեծամասնություն ապահովելն էր։ Եզրափակելով ելույթը Հայկ Մամիջանյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու ստեղծված իրավիճակի հետ, կոչ անելով միջազգային կառույցներին ավելի հստակ արձագանքել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության թեման տեղափոխում է դեմագոգիայի հարթություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, Փաշինյանը նույն կերպ էր վարվել նաև ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցությունը սառեցնելու ժամանակ։ Զախարովան նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների քայլերը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով վարչապետը կառավարության հունիսի 25-ի նիստում եւ լրագրողների հետ զրույցում անպատասխան է թողել ամենագլխավոր հարցը։ Դիվանագետը հստակեցրել է հակասությունը, ինչպես է հնարավոր 2025 թվականին ընդունել Եվրամիության անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք, անընդհատ պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին Եվրամիության հետ ստորագրել համատեղ հռչակագրեր, ուղղված միությանը մերձենալու կոնկրետ քայլերին եւ այդ ամենի հետ մեկտեղ խոսել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին, ասել է Զախարովան։ NATO Secretary General Rutte said lately Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մտադիր է կիրակի օրը երկրի նախարարների կաբինետին ներկայացնել բանաձև Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, հայտնել է The Times of Israel պարբերականը, հղում անելով իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Այս նախաձեռնությունը, որն անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դիվանագիտական դժգոհությանը, նոր փուլ է Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ, որը երկար ժամանակ խուսափում էր այդ հարցի պաշտոնական ճանաչումից դիվանագիտական զգայունության պատճառով։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ մեղադրելու համատեքստում ստիպել է Իսրայելին վերանայել իր դիրքորոշումը։ Իսրայելի ԱԳՆ-ի կողմից առաջարկին կից ներկայացված բացատրական տեքստում շեշտվում է, որ չնայած պատմական հիմնավորված ապացույցներին, հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ Թուրքիայի կողմից կազմակերպված ժխտման եւ պատմության մանիպուլյացիայի առարկա։ Այս բարոյական պարտավորության շրջանակում կառավարությունը առաջարկում է ոչ միայն պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, այլև դատապարտել պատմական ճշմարտությունը, խեղաթյուրելու բոլոր փորձերը։
Վենեսուելայի հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 589-ի, վիրավորներինը 2980-ի։ Իշխանությունը հայտնել է նաև 157 անհետ կորած քաղաքացու մասին։ Մեծի տանն Կիրիկիո կաթողիկոսության տվյալով բնական աղետից տուժել է 2 հայ ընտանիք։ Հայ համայնքի շրջանում մի քանիսը դեռևս համարվում է անհետ կորած։ Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը ABC մեդիայի հետ զրույցում ասել է, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ հայեր նյութական վնասներ են կրել։ Նրա խոսքով շատ մարդիկ գիշերը անցկացրել են փողոցում հետցնցումների վախի պատճառով։ Բարեփոխտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ հայեր նաև ունին նյութական վնասներ, թե իրենց գործադեղիներ են, թե իրենց հումներ են ներս։ Այս բանի դրությամբ արտակարգ իրավիճակ արդեն իսկ հայտարարված է երկրի կառավարության պատասխանատու մարմիններում կողմէ եւ մենք բոլորս հալ կհետևենք իրենց ցուցումներում։ Ավերածությունների ահռելի ծավալը լուրջ հարցեր է առաջացրել հատկապես նորակառույց շենքերի որակի եւ դիմացկունության վերաբերյալ։ Շինարարության ընթացքում ըստ ամենայնի անտեսվել է սեյսմակայունության նորմերը, դառնալով բազմաթիվ կառույցների հանկարծակի փլուզման հիմնական պատճառ։ Չնայած այս ամենի էքստրեմալ պայմաններում մի կին է ծննդաբերել շենքի փլատակներում։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել լույսի եւ բժշկական սարքավորումների բացակայության պայմաններում։ Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մեր նպատակն է Վրաստանի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ասել է վարչապետը։ Նրա խոսքով այստեղ կարմիր գիծը իհարկե վերաբերում է տարածքային ամբողջականությանը։ Ռուսական ուժերը Իսկանդեր հրթիռներով եւ շահեդ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Պոլտավայի մարզի Կրեմենչուկին։ Հարվածների հետևանքով վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, առաջացել են էլեկտրամատակարարման մասնակի անջատումներ։ FPV անօդաչու թռչող սարքերի հարվածներով Սումիի մարզում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմամթերքի պահեստը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Բեյրութին, ըստ իսրայելական լրատվամիջոցների հրամանը տվել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելական կողմը պնդել է, որ այս քայլը Հեզբոլլահի հրետակոծությունների պատասխանն է։ Հարձակման հետևանքով Բեյրութում մի քանի բնակելի շենք է ավերվել։ Տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ սպանվել է Հեզբոլլահի առաջնորդներից մեկը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները ԱՄՆ-Իրան հակամարտությունում Իտալիայի ունեցած դերակատարման մասին։ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մելոնին հստակեցրել է, որ Իտալիան չի մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Նրա պարզաբանմամբ Հռոմը ամերիկյան կողմին տրամադրել է ռազմաբազաներ, բացառապես լոգիստիկ եւ տեխնիկական աջակցության համար, սակայն մերժել է բոլոր այն խնդրանքները, որոնք դուրս են եղել այդ շրջանակից։ Վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր ոգևորված ձևակերպումների մեջ պարզապես շփոթել է թույլ տված թռիչքների տեսակները, ինչից հետո արդեն ուղղել ու հստակեցրել է իր խոսքերը, իսկ Իրանի կառավարության հետ առաջացած թյուրիմացությունը արդեն հարթվել է։ Բացի այդ, Մակրոնն ու Մելոնին հայտնել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը փոխարինող նոր բազմաձ կոալիցիա ստեղծելու իրենց ցանկության մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով այդ նոր մեխանիզմը կօգնի կանխել, որպեսզի Լիբանանը չվերածվի տարածաշրջանային նոր էսկալացիայի եւ հակամարտության մեկնարկային կետի։ ԱՄՆ-ի Յուտա նահանգում հրդեհային չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել տեղումների պակասի եւ աննախադեպ չոր եղանակի պատճառով։ Անտառային հրդեհները մոլեգնում են մի քանի ճակատով, այրելով տասնյակ հազարավոր հեկտարներ եւ լրջորեն վտանգելով բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Հրդեհը ստիպել է տարհանել բնակիչներին։ Իշխանությունը հայտարարել է աննախադեպ չոր պայմանների մասին, ինչը թույլ է տալիս կրակին աննկարագրելի արագությամբ տարածվել։ Չարլզ III թագավորը հաջորդ տարի Բուքինգհեմյան պալատի 10-ամյա վերանորոգման ավարտից հետո չի տեղափոխվի այնտեղ ապրելու, դրանով իսկ վերջ դնելով գրեթե 2 դար տևած ավանդույթին, ըստ որի լոնդոնյան այս հայտնի համալիրը ծառայում է որպես բրիտանական միապետների հիմնական բնակավայր։ Թագավորը կշարունակի բնակվել իր ներկայիս լոնդոնյան տանը։ Չնայած 369 միլիոն ֆունտ ստերլինգ արժողության վերանորոգմանը, պալատը կշարունակի մնալ որպես միապետության գլխավոր գրասենյակ, պաշտոնական ու արարողակարգ
քաղաքային միջոցառումների, պետական այցերի ընդունման հիմնական վայրը։ Թագավորը այնտեղ կունենա նաև անձնական սենյակներ, բացի այդ ծրագրվում է մեծացնել հանրության մուտքը պալատ։